Սահմանադրական դատարանում երկրորդ օրը շարունակվող նիստին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խնդրեց մերժել ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները։ Պատասխանող կողմը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ներկայացված դիմումների բոլոր 7 դիմումները ամբողջությամբ։ Գտնում է, որ վիճարկվող որոշումը մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը իրավաչափ է։ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, ընտրությունների արդյունքներն անփոփոխ որոշումը կայացվել է ընտրական օրենսգրքի պահպանմամբ եւ այդ որոշմամբ հաստատվել է, որ խորհրդարան անցնելու անցողիկ շեմը հաղթահարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու ընդդիմադիր 2 Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ Այսինքն առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու համար անհրաժեշտ էր, որ դրանցում տեղի ունեցած խախտումները կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատի որպես ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ազդող։ Հովակիմյանն ընդունեց, որ թերություններ եղել են, բայց դարձյալ պնդեց, որ դրանք չեն ազդել ընդհանուր արդյունքի վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև 3 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո այդտեղ նոր քվեարկություն չնշանակելու իր որոշմանը, հայտարարեց, թե դրա կարիքը չկար։ Այս համատեքստում, երբ քվեարկության մասնակցած ընտրողները իրենց քվեն տվել են այն պահին, երբ ընտրությունների արդյունքները հայտնի չէր, իսկ հետագայում միայն որոշ տեղամասի ընտրողներ պետք է քվեարկեին արդեն հայտնի ընդհանուր արդյունքների պայմաններում, առաջանում է ազատ եւ հավասար ընտրական իրավունքի իրացման խնդիր։ Հովակիմյանը պարզաբանեց, թե ինչու Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը 4%-ը կազմելու է 58,442,84, այսինքն կոնկրետ 4%-ի շեմը հաղթահարելու համար կուսակցությունները պիտի ունենային քվե 58,443 ձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց, հանձնաժողովը կազմել է արձանագրություն քվեարկության վերաբերյալ եւ հունիսի 14-ին կայացրել է ընտրությունների վերաբերյալ որոշումը, որով նշել է չկային այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։ Նունե Հովհաննիսյանի խոսքով հանձնաժողովը համարում է, որ ընտրություններն անվավեր կարելի է ճանաչել այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները կասկածի տակ դնեն արդյունքները։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերաքվեարկություն չնշանակելու որոշումը ճակատագրական եղավ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի համար։ Դրա հետևանքով այս ուժը չհաղթահարեց անցողիկ 4%-ի շեմը։ ԲՀԿ-ի դուրս մնալուց հետո իշխող քաղաքացիական պայմանագիրը կարողացավ ստանալ խորհրդարանի մանդատների 3/5-ը, որն էական է մի շարք կարևոր որոշումներ ընդունելու, առանցքային պաշտոնյաների ընտրելու համար։ ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանում նաև իր այս կորցրած մանդատների հարցն է վիճարկում։ Նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների ելույթները ԲՀԿ-ի ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը պնդեց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավասություն չուներ։ Բարձր դատարան ամենավերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառելով ընտրական օրենսգրքի 48.1 հոդվածը անվավեր ճանաչեց չունենալով նման լիազորություն, մենք պնդում ենք, որ չունենալով նման լիազորություն, անվավեր ճանաչեց 2 ընտրական տեղամասի քվեարկության արդյունք եւ որոշեց վերաքվեարկություն չանցկացնել։ ԲՀԿ-ի մյուս փաստաբանը Արամ Օրբելյանն ավելի պատկերավոր խոսեց։ Սկզբում որոշել էին ֆուտբոլ խաղալ, բայց ընթացքում ԿՊ-ն անցավ ամերիկյան ֆուտբոլի, կանոններն ամբողջությամբ խախտված էին։ Օրբելյանը ներկայացրեց ընտրության արդյունքների արձանագրությունները, պնդեց, թե առաջին արձանագրությունը կեղծիք է։ Դրա հետևանքով ԲՀԿ-ն չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Բոլոր թիմերը պատրաստվել են ֆուտբոլ խաղալու, եկել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատ, պարզվել է, որ մի թիմ ընդ որում մենակ ինքը ֆուտբոլ ասելով նկատի ունի ամերիկյան ֆուտբոլ, բերտում է ձեռին գնդակը, վազում է, ով որ ընկնում է, փչում են գետնին, սաղով պարկում ենք վրան։ Հենց որ նման, ասում ենք լավ, կլի մենք էլ էլի ուժեղ տղաներ ունենք, իրանք էլ կան ֆուտբոլ խաղան ձեր նման, ասում է չէ, դուք չեք կարող խաղալ։ Այս սա է տեղի ունեցել։
Հունիսի 8-ի վաղառավոտյան Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների հաղթահարում էր անցողիկ շեմը։ Իրավիճակը սակայն փոխվեց կարճ ժամանակ անց։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովհակիմյանն ասուլիսում հայտարարեց, որ հրապարակված տվյալներում ներառված չեն եղել էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Դրանց հավելումից հետո պատկերը վերադասավորվեց եւ Բարգավաճ Հայաստանը հայտնվեց անցողիկ շեմից ներքև։ ԿԸՀ-ի նախնական տվյալներից հետո ԲՀԿ-ն դիմեց վերահաշվարկի եւ պակասող քվեները լրացան։ Սակայն հունիսի 11-ի գիշերային նիստում Վահագն Հովհակիմյանի ղեկավարած հանձնաժողովն անվավեր ճանաչեց երկու տեղամասի արդյունքները։ ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն ու կրկին դուրս մնաց խորհրդարանից։ Ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել որպես ընտրական խախտումների արձանագրման սովորական կամ ավտոմատ հետևանք։ Ընտրությունների չեղարկումը բացառիկ միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումները կարող էին ազդել քվեարկության արդյունքի վրա։ Մինչ 7 քաղաքական ուժերը երեկվանից բարձր դատարանում ներկայացնում են իրենց հիմնավորումները, պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, որպես երրորդ կողմ հանդես եկող քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Սրփուհի Գալյանը հայտարարեց, ընդդիմադիրների դատողությունները դեռ փաստարկներ չեն, նրանք պետք է ապացուցեն, որ իրենց մատնանշած խախտումներն ազդել են կամ կարող էին ազդել ընդհանուր պատկերի վրա։ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ հստակեցրել է, որ այդպիսիք կարող են լինել նաև այն իրավախախտումները, որոնք աղավաղում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ընդհանուր պատկերը եւ հնարավորություն չեն տալիս միանշանակ եզրակացության հանգելու ընտրությունների ամբողջ գործընթացի վերջնական արդյունքների վերաբերյալ։ Արդարադատության նախարարը բարձր դատարանին էր ներկայացնում ոչ միայն Սահմանադրական դատարանի որոշումները, այլև Վենետիկի հանձնաժողովի զեկույցը։ Ըստ դրա անվավեր ճանաչելու հարցում որոշիչը ոչ թե խախտումն է, այլ դրա ազդեցությունը արդյունքի վրա։ Մյուս կողմից ըստ էության հենց ընդդիմությանը մեղադրեց խախտումների մեջ, երբ հիշատակեց ընդդիմադիրների դեմ հարուցված ընտրակաշառքի գործերը։ Ժողովուրդն իր ընտրությամբ թույլ չի տվել, որ այդ խախտումները էական ազդեցություն ունենան ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Գալյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների մյուս դիտարկմանը իշխող ուժի կողմից ատելության խոսքի տարածման վերաբերյալ։ Պնդեց, այդ իրենք են տարիներ շարունակ ատելության խոսք տարածել վարչապետի ու իր թիմակիցների նկատմամբ, իսկ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի խոսքը ոչ թե ատելություն էր, այլ քաղաքական խոսք։ Ընդդիմության ներկայացուցիչները նաև պնդում են, որ Փաշինյանը ընտրություններից առաջ թոշակները բարձրացնելու որոշում կայացնելով բյուջեի միջոցներով կաշառել է թոշակառու ընտրողներին։ Սրփուհի Գալյանը սրան էլ անդրադարձավ։ Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։ Կառավարության ծրագրով նախատեսված էր թոշակների պարբերական բարձրացում։ Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Օրենքով բարձր դատարանը մի քանի տարբերակ ունի. կամ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, կամ անվավեր ճանաչելով այն 3 հիմնական որոշում կայացնի. անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, նշանակել ընտրության երկրորդ փուլ։